Բարին ընձեզ սիրելիներ, Քրիստոս հրեավ իմերելոց։ 2025 թվականին լրանում է Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700 ամյակը։ Նիկիական դավանանքը, որ սահմանվեց 325 թվականին Նիկիայի տիեզերաժողովում, շրջադարձային պահ էր ընդհանրական եկեղեցու աստվածաբանության պատմության մեջ։ Այս դավանանքն է, որ նորովի հաստատեց մարդկության նկատմամբ Աստծո սիրո ավետարանը, ընդգծելով, որ համայն աշխարհի փրկությունը ոչ թե Աստծո ծրագիրն է միայն, այլ բխում է նրա բնությունից։ Ժողովում հաստատվեց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը աստվածային բնություն ունի։ Սա նաև Աստծո որդու, Հայր Աստծո հետ համագոյությունն է, այսինքն նույն բնությունն ու էություն ունենալն է, որը վկայում է, թե Աստված հեռակա և կրավորական գոյություն չէ, այլ կենդանի և գործում է պատմության մեջ հանուն բոլորի փրկության։ Նիկիայի տիեզերաժողովը տեղի ունեցավ այն պատճառով, որ Արիոսի գլխավորությամբ շատ մարդիկ մերժում էին մեր Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային բնությունը, որդուն համարում էին ստեղծված և չէին համարում հորը հավասար։ Նիկիական վարդապետությունն իր նեղ իմաստով Աստծո բնության և այդ բնության միության մասին է, որով շահկապված են Սուրբ Երրորդության անձերը և որոնց միությանը հաղորդակից է դառնում Սուրբ Եկեղեցին Աստծո հարազատ ծննդի Աստծո որդու միջոցով։ Դավանական սահմանումներ գրելով Նիկիայի ժողովի աստվածաբանները որևէ բան չփոխեցին եկեղեցու հավատու ավանդի մեջ։ Նիկիական վարդապետները ձգտեցին գտնել և ամրագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք միաժամանակ կպահպանեին Աստծո մասին ավետարանական հարազատ ընկալումը, հասկանալի կլինեին ժամանակի մտածողությանը և կզատորոշեին այն սահմանը, որ անհրաժեշտ էր դնել ուղղափառության և հերետիկոսության մեջ։ Դա ավետարանի զգուշավոր և համակարգված պաշտպանությունն էր, որ թեև սահմանվեց Նիկիայի տիեզերաժողովում, սակայն այնտեղ չավարտվեց։ Տասնամյակներ պահանջվեց այն ճիշտ մեկնաբանելու և համընդհանուր ընդունելության արժանացնելու համար։ Այն պարզ և ընդառացված հասկացումը, թե Նիկիայում բարձրացված դավանական հարցը Հիսուս Քրիստոսի Աստված կամ արարած լինելն է եղել, միայն փոքր և միակողմանի պատկերացումն է այն նրբագույն և խորին տարընթերցումների, բանավեճերի ու պնդումների, որոնց պարզաբանման համար մեծ ճիգ են գործադրել ժամանակի մեծագույն վարդապետական մտքի տեր անձինք։ Ժամանակի բնագրերի իմոտո ընթերցման արդյունքում պարզ է դառնում, որ Աստծո որդուն տրված այնպիսի ուղղափառ սահմանումներ, ինչպիսիք են Աստված, հավիտենական, ժամանակներից առաջ, որոշ պահի ընդունելի են նաև հերձվածողների համար, որոնք դրանց կիրառմանը համաձայնելով, հետագայում նույն եզրերն այլ կերպ են մեկնաբանել, թաքցնելով իրենց իրական սկզբունքները։ Հենց այդ ճակերտավոր համաձայնություններն են դարձել վիճարկման այն առանցքային կետը, որ ուղղափառ վարդապետներին նպատակամղել է հստակ սահմանումների խուսափելու համար միևնույն բառերով տարբեր իմաստներ արտահայտելուց։ Արիոսականություն անունը ստացած հերետիկոսությունն ամենայն հավանականությամբ փորձում էր պաշտպանել մի աստվածության բացարձակությունը, որից ըստ նրանց որևէ այլ գոյության ծագումը անհնար էր համարվում։ Նրանք բացառում էին Հայր Աստծո բնության հետ որևէ համագոյություն և ուղիղ անմիջնորդ կապ, այսինքն չէին խոստովանում, որ Տեր Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո անժամանակ ծնունդն է և երրորդության անձերից մեկն է և Սուրբ Երրորդությունն է, որ մի Աստված է, մի Աստվածություն է, այլ միայն Հորն էին ընդունում։ Այս մոնադային աստվածության պատկերն է, որ պաշտպանել են արիոսականները և որին հակադրվելով նիկիական հայրերը սահմանել ու բացատրել են ավետարանին հարազատ նիկիական դավանությունը։ Նիկիական վարդապետների կողմից սա նշանակում էր նաև հակադրություն ժամանակի փիլիսոփայության գլխավոր սկզբունքներին։ Նիկիական դավանանքը Նիկիայի ժողովից հետո լավագույնս ջատագովող ու բացատրող պաշտպաններից մեկը Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին
Զանազան գրվածքներում մանրակրկիտ պարզաբանում է առաջին տիեզերաժողովի վարդապետությունը։ Նոր աշխատություններից որոշները ժամանակին թարգմանվել են նաև գրաբարի և լայնորեն կիրառվել են հայ վարդապետների կողմից։ Ինչպես երևում է Աթանաս Հայրապետի գրվածքներից, քաջածանոթ լինելով ժամանակի փիլիսոփայությանը և եկեղեցու ավանդությանը, նա այդուհանդերձ, որպես իր գրվածքների հիմնական աղբյուր, կիրառել է Սուրբ Գիրքը։ Նրա աշխատություններում հաճախ հանդիպող Հովհաննեսի ավետարանից արված մեջբերումները անկյունաքարային են հաստատելու համար նիկիական վարդապետության ճշմարտացիությունը։ Հատկապես «Ես և իմ հայրը մի ենք» և «Ով ինձ տեսավ, տեսավ հորը»։ Այս հատվածները Սուրբ Աթանասը կիրառում է ցույց տալու համար, որ հոր և որդու գործունեությունը մի է, որ որդին ամեն ինչով նույնն է, ինչ հայրը, բացի հայր լինելուց, այսինքն անձերը տարբեր են, բայց աստվածությունը նույնն է։ Ըստ նրա սուրբ գրային հայր և որդի անունները զուտ ինչ-որ մի բան արտահայտելու միջոց չեն, այլ ամփոփում և մեզ հասանելի են դարձնում հավիտենական հարաբերությունների մի սրբազան խորհուրդ, որ նման չէ մարդկային հայր և որդի հարաբերությանը։ Ըստ Սուրբ Աթանասի, հայր և որդի մարդկային հարաբերությունները չեն կարող օրինակ լինել հայր-որդի աստվածային հարաբերությունների համար, ինչպես դա փորձում են ցույց տալ հերձվածողները։ Ըստ նրա, մարդիկ միայն Աստծու շնորհով են որդեգիր դառնում հորը, իսկ Աստծո միածին որդին հոր ծոցի ծնունդն է, հավիտենական է ծնվում հորից, և այս ծնունդը էապես տարբեր է մարդկայինից։ Սուրբ Աթանասի աստվածաբանության առանցքային դրույթներից է նաև այն, որ Աստծո կյանքը անհաղորդ և օտար գոյություն չէ աշխարհի նկատմամբ, այլ ակտիվ և անմիջական է իր արարչության նկատմամբ։ Աստված չի պահանջում որևէ նոր բնույթ կամ բնություն ունեցող միջնորդ։ Նույն աստվածային բնությունն է, որ Աստծո որդին խոնարհաբար հաղորդակցում է մարդկայինին, նորոգելու և փրկելու համար արարչությունը։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Աթանաս Հայրապետի համար ժամանակի աստվածաբանական խնդիրները զուտ փիլիսոփայական և տիեզերագիտական չէին, այլ փրկաբանական։ Ի վերջո, նիկիական դավանական սահմանումները նաև դեռ նախորդ դարերից ժառանգված վիճահարույց աստվածաբանական մի շարք հարցերի պատասխաններն էին։ Դրանք որոշակիություն տվեցին երրորդութենական ձևակերպումներին ու սահմանագծեցին ավետարանի պատգամը, զատորոշելով ժամանակի հունական և հրեական կրոնների ազդեցություններից։ Սա հետագայում կապադովկյան հայրերի համար հիմք ստեղծեց լուծելու իրենց ժամանակի աստվածաբանական վեճերը և վերահաստատելու նիկիական հավատքը առ սուրբ երրորդությունը և մի աստվածությունը։ Ընդհանրական եկեղեցու կյանքում առանցքային և հիմնարար նշանակություն ունի Նիկիայի 325 թվականի տիեզերաժողովը իր կանոնական, ծիսական, տոնացույցային և դավանական սահմանումներով։ Այն աննախադեպ է մասնակիցների ընդգրկմամբ, կարևորությամբ և հետագա ազդեցությամբ։ Թեև ժողովի բոլոր սահմանումները ընդունվել են ժողովին մասնակից գրեթե բոլոր եպիսկոպոսների կողմից, սակայն հատկապես դավանական հարցը Հիսուս Քրիստոսի Հայր Աստծո հետ նույն բնությունից լինելը հետագայում բուռն քննարկումների և վեճերի առարկա է դարձել, որը հանգուցալուծվել է տասնամյակների ընթացքում։ Հարց էր բարձրացվել, թե արդյոք Աստծո որդին Հայր Աստծո նույն բնությունից է, այսինքն հավիտենական է, անփոփոխելի ու աստվածային նույն հատկանիշներն ունի, թե նրանց միջև գոյություն ունի որոշակի գոյաբանական տարբերություն։ Առաջին հայացքից նրբերանգային զանազանումներ ունեցող այս հարցադրումները տանում էին երկու ճանապարհով՝ կամ ավետարանական բուն պատգամին հետևելու, կամ դրանից շեղվելու։ Նիկիայի ժողովի ջատագովները ու հակառակ ճամբարի ներկայացուցիչները երկուստեք վկայակոչելով Սուրբ Գիրքը, դրա հետ միասին նախորդող ժողովների որոշումները և բանադրությունները, իրենց կողմն են փորձել բերել թե կայսրերին, թե եպիսկոպոսներին ու վանականներին, թե հավատավոր մարդկանց։
Մեծ ջանքերի գնով է միայն, որ ավետարանական ու առաքելավանդ հավատքը հնարավոր է եղել վերջնականապես պահպանել ու փոխանցել եկեղեցուն այնպես, ինչպես այն ամրագրվել է Նիկիայի Սուրբ Ժողովում։ Ինչպես ցույց են տալիս պատմագրական սկզբնաղբյուրները, հատկապես 4-րդ դարի մեզ հասած նամակագրությունները, Նիկիայում բարձրացված դավանական վեճը ծագել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Այն հանրային բնույթ է կրել, քանի որ ծավալվել է Ալեքսանդրիայի համայնքի առաջ այն պահից սկսած, երբ շրջանի եպիսկոպոսը Ալեքսանդր Ալեքսանդրացին Սուրբ գրային մի հատվածի մասին հարց է ուղղել Ալեքսանդրիայի քահանաներից մեկին Արիոսին։ Վեճն այնքան մեծ ծավալում է ստացել, որ դրան անդրադարձել է նաև Կոստանդիանոս կայսրը, երկուսին էլ նամակ գրելով եւ առաջարկելով հաշտության գալ ու չքննարկել հարցը։ Սակայն հակասությունը հետագայում ավելի մեծ չափեր է ստացել եւ կարճ ժամանակում տարածվելով Ալեքսանդրիայի քրիստոնյաների մեջ ի վերջո թեմը բաժանել հակադիր համայնքների։ Արիոսն ու նրա համախոհները Ալեքսանդր Ալեքսանդրացուն մեղադրել էին ավանդական եւ սուրբ գրային մի աստվածության դավանանքը զիջելու մեջ, այսինքն միայն հոր դավանությունը։ Իսկ վերջինս նրանց նկարագրել է որպես որդեգրականների նախկինում նզովված աղանդ, որոնք մերժում էին որդու աստվածությունը։ Այս վեճի սրման արդյունքում Լիբիայի եւ Եգիպտոսի շուրջ 100 եպիսկոպոսներ 321 թվականին ժողով են գումարում ու նզովում Արիոսին եւ նրա համակիրներին։ Դատապարտությունից հետո Արիոսն արդարացվելու նպատակով դիմում է ժամանակի հեղինակավոր եպիսկոպոս Եվսեբիոս Նիկոմեդացուն։ Վերջինիս հովանավորությունը ստանալով նա Ալեքսանդրին ներկայացնում է որպես մոլորյալի։ Այդ ժամանակ է, որ մի շարք արևելյան եպիսկոպոսներ նամակներ են գրում Ալեքսանդրին, որոնց թվում նաև Եվսեբիոս Կեսարացին։ Ի պատասխան Ալեքսանդր Հայրապետը երկու շրջաբերականներ է հրապարակում, որոնցում ցույց է տալիս հակառակորդների աստվածաբանական սխալները։ Արիոսն իր հերթին գրում է Թալիա անունով ջատագովական մի աշխատություն, որում բացատրում է իր եւ իր համախոհների վիճահարույց դրույթները։ Թալիան եւ արիոսականների դավանական աշխատությունները պատմության ընթացքում գրեթե ամբողջապես ոչնչացվել են եւ նրանց վարդապետության վերաբերյալ տեղեկությունները քաղվել են նրանց քննադատների գործերից։ Պատկերացում տալու համար, թե հավատքի ինչ դրույթներ են ունեցել արիոսականները գոնե վեճի վաղ շրջանում, մեջբերում ենք հետևյալ կետերը Ալեքսանդր Ալեքսանդրացու շրջաբերական նամակից։ Ահա մի քանի կետեր հերձվածողների, հերետիկոսների դավանությունից։ Աստված միշտ չէ, որ հայր է եղել, միշտ չէ, որ որդին եղել է։ Աստված արարել է որդուն, որդին արարվել է ոչնչից։ Եղել է ժամանակ, երբ որդին չի եղել, որդին նման է հորը բնությամբ եւ էությամբ, սակայն որդին հոր բուն իմաստությունը եւ խոսքը չէ։ Սրանք այն հերձվածողական դրույթներն են, որոնց պատճառով Արիոսն ու նրա 13 համախոհները դատապարտվում են Ալեքսանդրիայի տեղական ժողովում։ Նման դրույթներով Արիոսը փորձել է պաշտպանել ավանդական մի աստվածությունը, սակայն արմատապես շեղվել է Սուրբ Երրորդության ճշմարիտ վարդապետությունից։ Ըստ Ալեքսանդր Հայրապետի, արիոսականներն անտեսել են որդու աստվածության մասին սուրբ գրային վկայությունները։ Որդին նման չէ արարածներին եւ ոչ էլ պարզապես որդեգիր է Աստծուն, այլ հոր նմանությունն է եւ ճշմարտապես հայտնում է հորը, ինչպես գրում է Սուրբ Հովհաննես Առաքյալը։ Ալեքսանդր Հայրապետը հաստատում է, որ միայն հայրն է անձին, հետեւաբար որդու հորից ծնունդը խորհուրդ է։ Որդին միշտ հոր հետ է, քանի որ նրա իմաստությունն ու խոսքն է։ Ալեքսանդր Հայրապետի աստվածաբանության մեջ որդու հավիտենական ծնունդ եւ հոր հավիտենական պատկեր լինելու ձևակերպումները հետագայում էական նշանակություն են ունեցել ուղղափառ աստվածաբանության մեջ։
Արիոսական ուսմունքը շեղվում էր հավատքի փրկաբանական կարևոր դրույթներից, ուստի արիոսական հերետիկոսությունը հիմնովին մերժելի է եկեղեցու համար։ Ընդհանրապես, միաստվածության պաշտպանությունը Ալեքսանդրիայում առանձնակի կարևոր է եղել այս վեճից առաջ էլ, քանի որ Եգիպտոսում տարածված է եղել մանիքեական երկաստվածության պիղծ հերետիկոսությունը, ինչպես նաև որոգինեսյան հավիտենական արարչագործության վարդապետությունը։ Սրանց կարող է գումարվել նաև Դիոկլետիանոս կայսեր հալածանքների ժամանակ տարածվող բազմաստվածության քարոզչությունը ընդդեմ քրիստոնեական հավատքի։ Այս համատեքստում քրիստոնյաները հեթանոսներից մեղադրվել են, որ միաստվածյան չեն, քանի որ նաև մարդու են պաշտում։ Սրան ի պատասխան տեղին է Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից իմաստության և պատկերի մասին սուրբ գրային տեղիները մատնանշելը, որոնցով Ալեքսանդրիայի հայրապետը շեշտում է որդու հավիտենականությունը և հորը համարժեք աստվածային բնություն ունենալը, ինչով և հիմնավորում է որդուն պաշտելը։ Միայն հավիտենական որդին կարող է հայտնել անհասանելի հորը իբրև նրա պատկեր, ինչպես որ գրում է Սուրբ Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղված թղթում, և երկրպագվում է հոր հետ միասին։ Հետագայում Աթանաս Ալեքսանդրացին, Ալեքսանդր հայրապետի աշակերտը, որ շարունակում էր նրա ուղղափառ աստվածաբանությունը թե ընդդեմ հեթանոսների, թե ընդդեմ արիոսականների, ամեն բան փոխանցեց մեզ։ Նիկեայի ժողովին նախընթաց 324 թվականին Անտիոքում Կոստանդիանոս կայսրը առաջարկում էր քննել նաև Եգիպտոսում զարգացող աստվածաբանական վեճերը։ Ժողովը դավանական որոշումը կառուցելով պատկերի աստվածաբանության վրա որդու հայր Աստծո պատկերը լինելու, հաստատում է որդու հավիտենականությունը և հորից լինելը, ծնունդ և ոչ թե արարած լինելը։ Դրա հետ միասին նզովվում են որդուն արարած կամ փոփոխելի անվանողները։ Բանադրվում են նաև որոշ եպիսկոպոսներ, որոնց հետ նաև Եվսեբիոս Կեսարացին։ Այս ժողովը կազմակերպվում է Հոսիա Կորովդացին, ում կողմից հետագայում Նիկեայում առաջարկած Համագո եզրը դառնում է նիկեական դավանության բանալի արտահայտությունը։ Եկեղեցու վարդապետական սահմանումների համար կիրառված բառերն ու արտահայտությունները քաղված են գլխավորապես Սուրբ գրքից։ Աստվածաշնչյան եզրերի ներառումը, ինչպես օրինակ աստվածածին, երրորդություն, աստվածացում, միշտ չէ, որ միանգամից ու միանշանակ է կատարվել։ Դրանք հաճախ անցել են յուրեղացման և ամրագրման ժամանակաշրջան։ Աստվածաբանական բառապաշարում ընդունելություն գտնելու համար որոշակի բացատրություններ և մեկնաբանություններ պահանջող բառերից է եղել նաև Նիկեայի տիեզերական ժողովի բանալի արտահայտություններից մեկը՝ համագո, այսինքն բնութենակից, նույն բնությունն ունեցող։ Քանի որ հորից որդու ծնունդը տարբերվում է մարդկային ծննդից, և որդին ոչ միայն նման է հորը, այլ անբաժան է հոր էությունից, հետևաբար որդին և հայրը մի են։ Ինչպես որ Սուրբ Հովհաննես առաքյալն է գրում. խոսքը միշտ հոր մեջ է, իսկ հայրը նրա խոսքի մեջ է։ Այսինքն, որդին հոր մեջ է, հայրը որդու մեջ է, բայց անձերը տարբեր են։ Հայրը հայր է, որդին որդի է, իսկ աստվածությունը նույնն է։ Նիկեայի 325 թվականին տեղի ունեցած տիեզերաժողովին մասնակցեցին շատերը, սակայն հատկանշական է, որ մասնակցեցին ընդհանուր առմամբ նաև 318 հայրապետներ։ Ժողովը գումարվեց կայսեր, ապա նրա պատգամավորի ներկայությամբ, որը քննության առավ Արիոսի առաջ քաշած չարափառությունը։ Սուրբ ժողովը դատապարտեց Արիոսին և նրան համակրող 20 եպիսկոպոսներին ու նրա բոլոր կողմնակիցներին, սահմանեց 20 կանոն և կազմեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու դավանաբանական հիմքը հանդիսացող հավատո հանգանակը, հավատամք իմի Աստված անառարկելի բանաձևումը։ Ահա փոքր ինչ ներկայացրեցինք ձեզ Նիկեայի տիեզերաժողովը, իսկ հիմա միասին կարդանք մեր հավատքի դավանությունը։ Հավատում ենք մեկ Աստծո, ամենակալ Հորը, երկնքի և երկրի, երևելիների և աներևույթների Արարչին, և մեկ Տեր Հիսուս Քրիստոսին, Աստծո Որդուն,
ծնված Հայր Աստծուց միածին, այսինքն հոր էությունից, Աստված Աստծուց, լույս լույսից, ճշմարիտ Աստված, ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ արարած, նույն ինքը հոր բնությունից, որով ամենայն ինչ եղավ երկնքում և երկրի վրա երևելիներ և աներևույթներ, որ մեզ, մարդկանց համար և մեր փրկության համար երկնքից իջնելով մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, որով վերցրեց մարմինը, հոգին և միտքը և ամենայն ինչ, որ ունի մարդ ճշմարտապես և ոչ կարծեոք, չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք և նստեց հոր աջ կողմում, գալու է նույն մարմնով և հոր փառքով, դատելու կենդանիներին և մեռյալներին, որի թագավորությունը վախճան չունի։ Հավատում ենք և Սուրբ Հոգուն, անեղին և կատարյալին, որ խոսեց օրենքում, մարգարեներում և ավետարաններում, որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով և բնակվեց սուրբերի մեջ։ Հավատում ենք նաև միայն մեկ ընդհանրական և առաքելական Սուրբ Եկեղեցու, մեկ մկրտության, ապաշխարության, մեղքերի քավության և թողության, մեռելների հարությանը, հոգիների և մարմինների հավիտենական դատաստանին, երկնքի արքայությանը և հավիտենական կյանքին։ Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Իմ անձը քո ձեռքում է ամենայն ժամ, և քո սուրբ խաչին եմ ապավինել թագավոր երկնավոր, քո սուրբերի բազմությունը բարեխոս ունեմ քեզ մոտ, որ ներողամիտ ես բոլորի նկատմամբ, մի անտեսիր քեզ ապավինածիս, այլ քո պատվական և սուրբ խաչով պահիր խաղաղության մեջ։ Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ չկար Որդին, կամ կար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին, կամ թե ոչ էից եղան, կամ ասում են այլ էությունից են Աստծու Որդին կամ Սուրբ Հոգին, և թե փոփոխելի են կամ այլայլելի, այնպիսիներին նզովում է կաթողիկե և առաքելական Սուրբ Եկեղեցին։ Իսկ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը ասաց. իսկ մենք երկրպագելով փառավորենք Սուրբ Երրորդությանը և մի Աստվածությանը, Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, որ առաջ է հավիտյաններից, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փառք ամենասուրբ Երրորդությանը։